Նոյեմբերի 20-ից 30-ը դռների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգից սկսած ընդամենը 13,900 դրամից։ Սև ուրբաթ, ուրեմն իդեալ։ Ողջույն, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, զրուցակիցս կրոնագետ Հայկ Հակոբյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Հակոբյան, դե կարծում եմ բոլորի համար պարզ է մեր զրույցի հիմնական թեման որն է լինելու, վերջին շրջանում թոփ թեմաներից մեկը։ Ես ում հիշեցնել, որ նախորդին Մայրաթոր Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ եպիսկոպոսաջողով եւ թե ինչ հարցեր քննարկվեցին դեռևս անհայտ է, որովհետեւ պաշտոնապես հաղորդագրություն դեռևս չկա, առանձին մեկնաբանություններ ինչ որ տարբեր եպիսկոպոսների, սրբազանների կողմից մամուլի հրապարակումներով ժողովում ավելի շատ այսպես ասենք դաստիարակչական բնույթի հարցեր են քննարկվել եւ առանցքում նաեւ մենք կարող ենք հիշել Մայրաթորի դիվանապետի Արշակ Սրբազանի կամ Արշակ Խաչատրյանի ենթադրյալ մասնակցությամբ տեսանյութեր եւ այլն, հա Եվ մամուլում տարածվեցին նաև տարբեր եպիսկոպոսների կողմից ուղղված պահանջ, որպեսզի ժամանակավորապես նրա ծառայությունները կասեցվեն եւ նա չշարունակի դեռևս ծառայությունը պայմանավորված այդ հանգամանքով։ Դրանից առաջ մենք ունեցանք տարբեր հոգեվորականների, օրինակ ձայնագրությունների հանրայնացում, որոնք տեղ էլի կարմիր թելով անցնում էր, այսպես ասենք, հոգեվոր կյանքի հետ առնչություն չունեցող որևէ բովանդակություն, մի դեպքում կարող ենք այդ տեսանյութերն ինչպես շատերը բնորոշում են, հա, սեռական բնույթի, մյուս դեպքում քաղաքական բնույթների եւ այլն։ Նախ սկսենք հասկանանք նրանից, թե ոչ թե ինչու կա նման խնդիր, այլ ինչու այս խնդիրների հանգուցալուծումը ի վերջո եկեղեցու ներսում չի ստացվում հասնել։ Գիտեք, հարցի ձևակերպումը չի ասի սխալ է, բայց պետք որոշակի թերություններ ունի ըստիս։ Եկեղեցի համարվում է եկեղեցու կառույցը, հոգևոր դասը եւ մկրտված հասարակությունը։ Եվ հետևաբար այն ինչ տեղի ունենում ներկայումս դա եկեղեցի ներսում հարցի լուծման գործընթաց է, որտեղ բոլոր նրանք ովքեր հայտարարում են, որ իրենք մկրտված են եւ հայ առաքելական եկեղեցու անդամ են, ներկայացուցիչ են, մկրտված քրիստոնյա են, ներեկեղեցական հարց քննարկում է սա իրականում եւ եկեղեցին մենակ հոգեորականը չի։ Այսինքն հիմա այն որ վարչապետը պնդում է որ ինքը որպես այդ հոտի անդամ բարձրաձայնում է հարցերը, քննարկումներ ծավալում եւ նրան թիրախավորումը թե նա դրա իրավունքը չունի, այստեղ կա խնդիր։ Այստեղ կա ներեկեղեցական քննարկում։ Թե դա խնդիր է, թե դա խնդիր չէ, այդ չի էականը։ Տվյալ պարագայում տեղի ունենում ներեկեղեցական քննարկում, այսինքն տեղի ունենում համայնքի մի հատվածի դժգոհության բարձրաձայնում մեկ այլ հատվածի հանդեպ, այդ թվում նաև ձեռնադրված հոգեորականների։ Երբ որ ես ձեզ որ ավելի պարզ հասկանամ, երբ ասում եք ներեկեղեցական, դուք նկատի ունեք նաև բոլոր հոգևոր սպասավոր չլինող մեր քրիստոնյաները, այո, որովհետև եկեղեցին դա մարդկանց հավաքն է։ Միայն հոգեորականը չի եւ միայն եկեղեցու շենքը չի։ Եկեղեցին դա եկեղեցու շենքն է, հոգեորականն է եւ հավատացյալը։ Եվ եթե հավատացյալները հոգեորականության մի մասը բարձրաձայնում են ինչ-որ խնդիրներ, դա բացառապես ներեկեղեցական քննարկում է։ Մենք գործ չունենք կյանքի խոսքարանվանության ներկայացուցիչի բարձրաձայնման հետ կամ, չգիտեմ, կաթոլիկ հայի կամ բողոքական հայի, համենայն դեպս բարձրաձայնողները հայտարարում են, որ իրենք հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ են։ Հետևաբար այո, իմ հարցադրումը այս դեպքում այո, որոշակիորեն տրամաբանական թերացումներ ունի այդ դեպքում։ Նու դա պայմանավորված է նրանով, որ այդ 70 տարիների խորհրդային կարգերի հաստատումը որոշակիորեն եկեղեցին առանձնացրել է, մարգինալացրել է եւ ձևավորվել է ինչ-որ կաստայացված ընկալում եկեղեցու հանդեպ, որ դա միայն հոգեորական է, դա իհարկե միայն հոգեորականը չէ, դա նաև հավատացյալներն են եւ գլխավորապես հավատացյալներն են։ Շատ լավ, բա այդ դեպքում ինչու է փորձարվում դնել այդպիսի սահման, որը չկա։ Տարանջատել հանրության լայն շրջանակներին եկեղեցուց, եթե շատ այդպես պատկերավոր ասել, եւ եկեղեցուն վերաբերող հարցերի քննարկումից, հա։
Գիտեք, ես այդ ամենի մեջ տեսնում եմ, ինչպես նաև նախորդ այլ առիթներին հնարավորություն ունենալով արտահայտվելու, ասել եմ, որ ես տեսնում եմ ներքաղաքական պայքար, իշխանություն, ընդդիմություն եւ որևէ այլ պայքար չեմ տեսնում։ Ներքաղաքական պայքար, որ ինչ լինի, այսինքն եկեղեցու ընտրություններին ընդառաջ եւ իշխանությունները նպատակ ունեն վերարտադրվելու եւ ընդդիմությունը նպատակ ունի գալու իշխանության եւ այս պայքարի մեջ եկեղեցու որոշ ներկայացուցիչներ, որոշ եկեղեցականներ մասնակցում են, կարծում եմ, ենթադրում եմ համենայն դեպս։ Շատ լավ, այն որ եկեղեցին պետք է այո անջատ լինի քաղաքականությունից եւ այլն, բա այդ նույն եկեղեցականները չէին կարծում կամ որ իրենց հարցեր ի վերջո առաջադրելու են այդ իմաստով։ Գիտեք, եկեղեցին պետությունից անջատ լինելու սահմանադրական հիմնադրույթը այս պարագայում որոշակի հակասության մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության քաղաքացու իրավունքների հետ։ Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի բոլորն էլ իրավունք ունեն արտահայտվելու, իրենց տեսակետը ասելու, այդ թվում քաղաքական, չէ որ մենք ապրում ենք ժողովրդավար երկրում, բայց երևի թե կարող են արտահայտվել որպես անհատներ, բայց գիտեք հոգեորականի պարագայում հոգևոր կոչումն ու ինքը այլևս անբաժանելի են եւ հետեւաբար նրա արտահայտվելը որոշակիորեն բերում է այն հարցադրումներին, ինչին որ բերում է։ Ես հիմա այս հարցին կվերադառնամ, բայց մի հարց էլ տամ։ Տեսեք, տարբեր այդ թվում եւ հոգեվորականներ, այդ թվում եւ քաղաքական գործիչներ, երբ այս կամ այն հոգեվորականը քաղաքական ինչ-որ նախաձեռնություն է սկսում, քաղաքական հայտարարություններ է անում եւ այլն, ասում են ինչ եք ուզում, նա էլ Հայաստանի քաղաքացի է, իր դիրքորոշումը պիտի ունենա քաղաքական եւ այլն, շատ լավ։ Բայց երբ այս կամ այն հոգեվորականը պատարակ է մատուցում, օրինակ քաղաքական X թիմի եւ երկրի առաջնորդի ներկայությամբ, այդ հոգևորականին շատ պատկերավոր ասած կներեք արտադրությունից համար կողում են ցեխը։ Մի րոպե, եթե մյուս դեպքում հոգևորականը արտահայտում է օրինակ ընդդիմադիր հայացքներ քաղաքական եւ նա որպես քաղաքացի ինչ եք ուզում այդ իրավունքը ունի, բա այս դեպքում էլ այս հոգևորականն էլ իր իրավունքը ունի, եթե հարցը այդ տրամաբանության մեջ ենք դիտարկում։ Այսինքն դուրս է գալիս, այս հակառակ կողմը հիմա հնձում է այն, ինչ ինքը ցանել է։ Դուրս է գալիս, որ համապատասխան ռեակցիան պայմանավորված է ցանկացած հիմնարկության ղեկավարի քաղաքական կողմնորոշման հետ։ Եթե ղեկավարը ունի պրոիշխանական կողմնորոշում, մի կողմը քննադատության չի արժանանա, եթե ունի ընդդիմադիր, չի արժանանա ընդդիմադիր հայացքներ ունեցող կողմը։ Շատ լավ, մենք այդ ոսկե կանոնը գործում է բոլոր կառույցներում։ Օրինակ այսպիսի զրույց եթե մենք տանեինք առավելևս այո նախընտրական շրջանում եւ այլն, օրինակ Գազպրոմ Արմենիա հիմնարկի մասին, այդ զրույցը շատ տրամաբանական կարող էր լինել, բայց մենք խոսում ենք եկեղեցու մասին, որտեղ արդեն տրամաբանական հակասություն է առաջանում եկեղեցու հիմնարկի ղեկավարի քաղաքական կողմնորոշումների եւ այդ կողմնորոշման հիերարխիկ պարտադրելու մասին։ Գիտեք, Գազպրոմ Արմենիայի շուրջ նմանատիպ զրույց չէր լինի, որտեղ Գազպրոմ Արմենիան չունի այն հասարակական հեղինակությունը եւ 1700 կամ 2000 տարվա նկատի ունեն, որ Գազպրոմ Արմենիան կարող է ուղղորդել իր աշխատակիցներին, ինչպես եղավ օրինակ նախորդ արտահերթ ընտրությունների ժամանակ։ Բայց դա միայն կվերաբերվի իր աշխատակիցներին, իսկ եկեղեցու այս կամ այն ներկայացուցիչի հայացքի բարձրաձայն արտահայտումը իրենից ենթադրում է, որ որոշակի թվով հավատացյալներ կազդվեն կամ կարող են ազդվել եւ դա կարող է նաեւ դիտվել որպես ուղղորդում։ Ես որպես հասարակ հայ առաքելական եկեղեցու զավակ իհարկե կնախընտրեի, որ ոչ իշխանամետ եւ ոչ ընդդիմադիր հայացք ունեցող հոգեորականները իրենց գաղափարները արտահայտելու ժամանակ լինեն զգուշ, ուշադիր եւ ի նկատի ունենան, որ այդ եկեղեցու անդամ են եւ ընդդիմադիրները, եւ իշխանամետները, եւ քաղաքական պայքարը մի օր ավարտվելու է, հաջորդ 5 տարի հետո կրկնվելու ակնկալիքով, բայց որոշակի թվով հավատացյալներ կարող են հիասթափվել։ Եվ ընդդիմադիր, եւ իշխանամետ պետք է զգուշ լինել։
Փորձենք հասկանալ նպատակը որն է եկեղեցու կողմից կամ եկեղեցու վերնախավի կողմից։ Նպատակը որն է ներքաշվել այսպիսի գործընթացներում, վարկաբեկվել, վարկաբեկել եւ նաեւ այո, եթե դու քաղաքական հայտ ես ներկայացնում, քաղաքական առաջնորդություն ես ուզում ստանձնել, սատարում ես քաղաքական տարբեր խմբերի, դու պետք է պատրաստ լինես, որ պատասխան հարվածը քեզ լինելու է քաղաքական, ոչ թե հոգևոր, այսպես ասած, հա, որտեղ դու արդեն տեղափոխվել ես աշխարհիկ տիրույթ, որտեղ քաղաքականությունն լներ մարտեր առանց կանոնների։ Նպատակը եկեղեցու այդ դեպքում եկեղեցու վերնախավի ո՞րն է։ Գիտեք, ես բնականաբար չեմ կարող այդ հարցին պատասխանել, որովհետև այդ վերնախավի մասը չեմ։ Բայց պետք է համաձայնվեմ ձեր հետ այն մասով, որ ներքաղաքական դաշտ մտնելը այս կամ այն քաղաքական դերակատարմամբ, լինի դա իշխանամետ, լինի դա անդիմադիր, ունի պարունակում է վտանգ ռեյտինգային կորուստների, որը եւ մենք տեսնում ենք, որ կան կորուստներ, միգուցե կան նաեւ ձեռքբերումներ, չեմ բացառում, նայած հասարակության այս կամ այն հատվածի հայացքների եւ նախասիրությունների եւ ենթադրում եմ, որ ինչին է իրենց դա պետք, երևի պետք է, իսկ թե ինչի է պետք, վստահ եմ այդ հարցին նրանք ավելի ճիշտ ու ավելի հստակ կպատասխանեն։ Ես օրինակ որպես շարքային քաղաքացի մտածում եմ, լավ, ինչի կարող է պետք լինել այդ հոգևորականներին, անկախ նայած նրանք բարձրաստիճան առավել եւս, հա, ինչին կարող է պետք լինել, եթե այս մարդիկ ուխտ են արել, բացառապես հոգևոր ծառայությամբ են զբաղված, նյութական եւ աշխարհիկ երևույթներից պետք է ձերբազատված լինեն եւ իբր թե լինեն իմ Աստծո միջև կապ, քարոզիչներ, Աստծո գաղափարախոսության, ինձ բերեն դեպի ավելի հոգևոր դաշտ, հա, եւ այլն, եւ այլն, եւ այլն։ Ինչը կարող է լինել։ Բնականաբար կարող է լինել, այո, նյութը, ինչը պետք է տեղ ունենա այդ հոգևոր միջավայրում, ինչու ոչ։ Բնականաբար կարող է տեղ ունենալ իշխանություն ունենալու եւ այդ իշխանությունը պահպանելու հարցը։ Կարող է տեղ ունենալ տարբեր խմբերի, կլինեն դրանք քաղաքական, տնտեսական, ֆինանսական համագործակցությունը բարեկեցիկ կյանք ունենալու համար։ Ու հազարով մի հարց կարող եմ չեմ մտածել։ Ուրիշ ինչ պիտի մտածեմ ես։ Օրինակ շարքային քաղաքացի ինչ պիտի մտածեմ հոգևոր կյանքով ապրող մարդու ինչին է պետք գնալ հոգևոր եւ քաղաքական ինքնասպանության։ Հանուն ինչի։ Գիտեք, երբ որ մարդիկ հորինեցին լեզուն, ենթադրում եմ գլխավորապես ստելու համար։ Ձեր բոլոր թվարկած մղումները, նյութապաշտությունը, իշխանասիրությունը եւ այլն, այդ անհիշելի ժամանակներից բնորոշ է մարդկությանը եւ մարդկության բոլոր ներկայացուցիչներին անկախ մասնագիտության եւ անկախ ծառայության բնույթից։ Եկեղեցին չէ որ ծառայություն է, ոչ թե մասնագիտություն։ Ցանկացած մարդ ենթադրում եմ Հայաստանում այս կամ այն չափով ունի իր համար դրա պատասխանը, ունեմ նաև ես, բայց նախընտրում եմ հանդես գալ փորձագիտական դիրքերից եւ չարտահայտել մի կարծիք, որը կարող է կրել բամբասանքի բնույթ։ Չեմ կարող ասել, վստահ եմ, որ ժամանակ կգա, կբացվեն որոշակի տարիներ հետո արխիվներ միգուցե եւ երիտասարդ եւ համեմատաբար երիտասարդ մարդիկ կարծում եմ կիմանան այն հարցերի պատասխանը, որը դուք հիմա ներկայացնում եք, տալիս եք, բարձրաձայնում եք։ Հիմա այդ հարցերը առավելապես հռետորական բնույթ են կրում։ Շատ լավ, եթե օրինակ այդ հարցերը հռետորական բնույթ են կրում, այնուամենայնիվ այդ հարցերը, որ այսպես ասենք, հա, դասավորվեցին, փաթեթավորվեցին, հանրության շրջանում տասնամյակներ գոյություն ունեցող այդ խոսքից խոսք անցնող, թեկուզ իրան ասենք բամբասանք, իրան ասենք ինչ-որ տեղեկություն չհաստատված, օդում կախված ինչ-որ մի բան, այնուամենայնիվ դրանք հիմա այսպես լավ փաթեթավորվել են եւ ավելի կարծրանում է այդ մոտեցումը։ Ինչու է ավելի կարծրանում, որովհետեւ դրան հակառակ կողմից հոդաբաշխ արձագանք չկա։ Ծայրահեղ մեղքերի մեջ մեղադրելով տարբեր եկեղեցականների, դրան եւս հոդաբաշխ արձագանք չկա։
Այսինքն միայն արձագանքել որոշակի ագրեսիվ ռետորաբանությամբ դա դեռ չի նշանակում, որ դու պաշտպանում ես քո իրավացիությունը։ Դա պետք է փաստել, դա պետք է նաև համընդհանուր ներսում իրոք հոգևոր ծառայությամբ զբաղված անձանց համար լինի քննարկման առարկա։ Օրինակ, երբ բարձրացվում է այդ կուսակրոնության հարցը կամ երեխա ունենալ չունենալու հարցը, այս հարցին արձագանք չկա։ Այսինքն տպավորություն է, որ փորձ է արվում ստեղծել տպավորություն, որ այդ հարցը երկրորդային հարց է։ Առաջնային հարցը մեզ, չգիտեմ, ուզում են զրկել ազգային ինքնությունից եւ դրա համար մեզ, այսպես ասած, թիրախավորում են։ Այս հարցը մղել, տպավորություն ստեղծել հանրության մոտ, որ սա երկրորդային հարց է, սա որևէ կարեւորություն չունի, բայց խնդիրը նրանումն է, որ այս հարցն է ամենաառաջնայինը, որովհետեւ եթե չլիներ այս հարցի գոյությունը, դուք չեք լինելու ձեր տեղում։ Իսկ դուք կարծում եք, որ այդ հարցն է առաջինը, գլխավորը։ Համենայն դեպս հոգևոր դասի համար առաջնային այդ հարցը չպիտի լինի։ Ես կարծում եմ նաև, իսկ ինչը պետք է լինի պետության համար առաջի հարցը, հոգևորականների բարոյական կերպարը, թե որ պետության ուսադիրներն են կրում։ Դե բնականաբար պետությունը առաջնորդվելով իր շահերի կամ անվտանգության տեսանկյունից երկրորդ հարցին պետք է առավել ուշադրություն դարձնի։ Բայց խնդիրը նաև հենց դա եմ ասում, այդ հոգևոր, եթե այսպես շատ ընդհանրական ասեմ, հոգևոր համայնք ասեմ, փորձում են այդ հարցը շրջանցել։ Այսինքն մարդիկ, ովքեր ունեն այդ պաշտոնը, ունեն այդ լիազորությունները, որովհետև պատասխանել են այս հարցին եւ այդ հարցին տվել են պատասխան, որը նրանց հնարավորություն է տվել լինել այս arczepiskopos-ը, եպիսկոպոսը, կաթողիկոսը, ասում են չեք եկեք հարցը թողեք, շրջանցեք մի րոպե այս հարցը։ Մեր բազգային ինքնությունը եւ մի րոպե։ Այսինքն անտրամաբանական է ուղղակի։ Գիտեք, տրամաբանական է հենց այդ ներքաղաքական պայքարի համատեքստում։ Ինչպես դուք նշեցիք, կարծում եմ իրավացիորեն, սա պայքար է առանց կանոնների եւ ամեն մեկը իր թղթերի տրցակից հանում է այն մեղադրանքը, որին ենթադրում է, որ դիմացինը դժվարությամբ կպատասխանի։ Եկեղեցականների մի զգալի հատվածը դժվար կպատասխանեն կամ կհերքեն, որ երեխա չունեն, որտեվ երևի դժվար է ուրանալ սեփական զավակին հայ մարդու համար նաև։ Իսկ եկեղեցականների մի զգալի հատվածը մտածում է, որ Արցախյան պատերազմում պատվելուց, հողեր կորցնելուց, գերիների եւ նմանատիպ այլ հարցերը, դա այն հարցերն են, որ հասարակության մի զգալի հատվածի մոտ կարող են կասկածներ առաջացնել իշխանության հանդեպ։ Այսինքն ըստ էության այդ ամենը շատ տրամաբանական է, եթե մենք ամբողջը դիտենք ներքաղաքական իշխանություն ընդդիմություն պայքարի համատեքստում։ Ամեն մեկը բարձրաձայնում է այն հարցը եւ այն մեղադրանքը, որին ենթադրում է, որ դիմացինը պատասխան չի ունենա եւ դրանով իսկ իրեն կդնի անհարմար դրության մեջ։ Իսկ հնարավոր չէ այդ հարցերը բարձրացնել, այսինքն որոնք նաեւ մեծամասամբ քաղաքական բնույթի են, օրինակ դուք ասում եք դժվար է ընդհանրաբար ուրանալ սեփական զավակին, հեռանալ, ոչ մեկին չուրանալ, պարզապես հեռանալ, առանց որևէ մեկին ուրանալու, հեռանալ չուրանալով, հեռանալ եւ զբաղվել քաղաքականությամբ։ Ինչու՞ն է խնդիրը։ Ես կարծում եմ, որ պետք է որ խնդիր չլինի, եթե հաշվի չառնենք փողի դրամի նյութի իշխանության եւ նմանատիպ այլ բաներ, որոնց մասին դուք խոսել եք։ Բայց դա կրկին անգամ պետք է նշեմ, որ այն հարցերն են, որոնց ես չունեմ պատասխան, որովհետև այդ դիրքը, այդ իշխանությունը եւ այդ փողը չունեմ եւ առավել եւս չունեմ այդ կարգավիճակը։ Իսկ դուք կարծում եք կամ ունեք պատասխան, թե ինչու հենց այդ հոգեվորականության ներկայացուցիչները չունեն դրա պատասխանը։ Ոչ։ Ինչու։ Որովհետև ես չեմ կարող մտնել նրանց ուղեղի մեջ եւ անկեղծ ասած չեմ էլ ուզում։ Չէ, ես նկատի ունեմ դե դուք հիշեցիք խորհրդային կարգերը, ժամանակաշրջանը, եկեղեցու այսպես ասած դերը ժամանակաշրջանում,
եւ հետո արդեն գալով մինչեւ մեր օրեր, անկախություն, դժվար տարիներ, ժամանակներ, հազար ու մի բան նկատի ունեմ, գործոններ, որոնք կարող էին բացասական իմաստով թե նաեւ արտաքին գործոններ ազդեցություն ունենալ որոշակիորեն տրանսֆորմացնել, կերպափոխել այդ կարևոր կառույցում ծառայություն իրականացնող անձանց, նրանց պատկերացումները, մտքերը, աշխարհընկալումը, իրենց առաքելության մեջ կոչված լինելու հանգամանքը։ Ես այսքան մի քիչ փոքրինչ ավելի խորքային հարցին մոտենանք, էլի, որ այնպես չլինի մենք։ Շատ ճիշտ եք ասում, եկեք խորքային մոտիկանանք։ Տեսեք 1938 թվականին, երբ որ Խորեն Մուրադբեկյանին խեղդեցին ու սպանեցին, Իմիջիայլոց Վրաստանում, վրաց կաթողիկոսին խեղդեցին, 25 թվականին ռուս պատրիարքին հասցրեցին մահվան եւ ով իմանա միգուցե սպանել են, համենայն դեպս դատաբժշկական հետազոտությունները անհնար են այս պարագայում, այս ժամանակներում։ Ինչևէ, շատ չհեռանանք հայկական իրականությունից։ Մինչև Խորեն Մուրադբեկյանը սպանեցի բազում իշխանությունների հետ չպայմանավորվող հոգեորականների եւ ըստ էության ճարահատյալ հանգամանքների բերումով նշանակվեցին կամ եկան պայմանավորվող հոգեորականներ այդ ժամանակվա պետության հետ, խորհրդային միության։ Մեկ ուրիշ հարց է առաջանում, դա օկուպացիա էր, թե օկուպացիա չէր, դրանք շատ վիճելի հարցեր են, դա գաղութատիրական էր, գաղութատիրական չէր, եկեք չմտնենք այդ հարցերի մեջ։ Ստեղծվեց մի եկեղեցի, որը իմ տպավորությամբ 90-ականներից հետո շարունակում է մնալ, եւ մենք ունենք խնդիր եկեղեցին վերափոխելու բոլոր անդամներով եկեղեցու, եւ հոգեորականների, եւ հավատացյալների հայկական եկեղեցու, հայկական պետական եկեղեցու, այ իմ ամբողջ ցանկությունը դա է։ Եթե այս ամբողջ աղմուկ սկանդալները ավարտվելու են հայկական պետական եկեղեցու հիմնադրմամբ, ես միայն ուրախ կլինեմ, բայց ես չգիտեմ ինչ է լինելու, ես որոշում կայացնողների կաբինետներում չեմ, ոչ եկեղեցական, ոչ կառավարական եւ բավականին բարդ է հասկանալը ինչ գործընթացներ են լինելու։ Ասածս այն է, որ խնդիրները խորքային են, խնդիրները համակարգային են, բայց դա մեր ամբողջ հասարակության խնդիրներն են։ Դա մենակ եկեղեցու մի խումբ հոգեորականների խնդիրները չեն։ Երբ որ ասում եք հայկական պետական եկեղեցի, ինչ նկատի ունեք։ Որ եթե հոգեորականը կրում է ուսադիրներ, դրանք լինեն հայկական ուսադիրներ։ Այսինքն մենք մեծ կասկած ունենք, որ հոգեորականների ուսադիրները հայկական չեն։ Գիտեք, խորհրդային միության տարիներին խորհրդային պետության հետ համագործակցելը գրեթե պարտադիր էր ու գրեթե բոլորի համար։ Ընդհանրապես պետք է նայել մարդկանց տարիքային կազմը, երբ են ձեռնադրվել, որ շրջանից են ձեռնադրել եւ մնացածը արդեն տրամաբանության հարց է։ Եվ պետության հետաքրքրությունը, այսպես ասենք, այդ իմաստով տրամաբանված է։ Պետության հետաքրքրությունը ինձ համար ավելի տրամաբանված կլիներ, եթե լիներ ենթադրենք 2019-ին կամ 2020-ին կամ 2021-ին, բայց ավելի հակված եմ նրան, որ ամեն դեպքում ներկայումս տեղի ունենում ներքաղաքական պայքար։ Եվ էլի շատ պատկերավոր ասած, ըստ ձեզ իշխանության համար եկեղեցու վերնախավի կնճռոտ հարցերը բավականին լավ քաղաքական դիվիդենտներ ապահովող թեմա են։ Այո, որովհետև եկեղեցին ներկայումս միակ կառույցն է, որը դեռ որպես կառույց կա, ավտոնոմ է եւ նկատի ունեմ ղեկավարությունը եկեղեցու եւ կարող է երևի թե կամ մտահոգություններ է առաջացնում, որ կարող է խնդիրներ ստեղծել ընտրությունների շեմին։ Թափանցիկության դաշտ արժի որ եկեղեցին գա։ Ես շատ կուզեի, որ ֆինանսական թափանցիկություն լինի, այ վարչապետը խոսում էր, որ մենք առաջարկեցինք հարկերը տալ, որոնք ամբողջությամբ պետք է վերադարձվեն։ Ես նաև շատ կուզեմ, որ բոլոր ֆինանսական հոսքերը, որոնք գալիս են դրսից, բոլոր կրոնական կառույցների համար
կան պետական գանձարան, որը տնօրինելու իրավունք ունենան այդ կազմակերպությունները, բայց պետությունը տեսնի ում կողմից է գալիս, ինչպես է գալիս եւ ինչ կանոնադրական նպատակների վրա է ծախսվում, այսինքն պետությանը վերապահվի հսկողի դերը, որը իրավունք չունի միջամտելու, քանի դեռ օրենքը խախտված չի, այդ պետության օրենքը։ Դե այո։ Եվ ոչ միայն հայ առաքելական եկեղեցու պարագայում, բոլոր կրոնական կազմակերպությունների ու հարանվանությունների։ Այդ դեպքում անհրաժեշտություն կա հայ առաքելական եկեղեցին որպես կազմակերպություն հավասար պայմանների մեջ դնել կրոնական մյուս կազմակերպությունների։ Բայց միգուցե դա արդեն իսկ այդպես է։ Ինչի դուք տարբերություն եք տեսնում հայ առաքելական եկեղեցու դիրքի եւ տեսնում, այո։ Իրանք առանձնաշնորհյալ ինչ-որ առանձնահատուկ որոշակի ձևակերպումներ կա մեր օրենքներում, սահմանադրության մեջ, եւ այդ ձևակերպումները իհարկե տրամաբանական են հաշվի առնելով հայ առաքելական եկեղեցու ահռելի դերը մեր պատմության, մեր ինքնության, ինչու՞ չէ հայ ազգի ձևավորման մեջ դա շատ մեծ դեր է կատարել եկեղեցին, որովհետեւ գիտեք մի ծեսի լեզուն, որը դառավ գրական լեզուն, գրափարը տվյալ պարագայում, եւ մի աստծու պաշտելը շատ ավելի համախմբիչ դեր է կատարում, քան բազում աստվածների եւ այլն, եւ տարբեր ծեսեր, որոնք մի նահանգում մի ձև է, մի գավառում մեկ ուրիշ ձև է, ինչևէ վերադառնալով մեր այս թեմային, ես անկեղծ ասած որևէ կարգավիճակային առնվազն վերջի 5-6 տարում չեմ տեսնում։ Եթե տարբերությունը դասագրքերն էին եւ հայ եկեղեցու պատմության առարկան, դա մտցվել է հայոց պատմության կամ Հայաստանի պատմության դասագրքի մեջ եւ եկեղեցին ներկայացված չի ընդհանուր առմամբ դպրոցում։ Իմիջիալոց արտից օգտվելով ասեմ, որ հայոցը գրափարում, եթե չեմ սխալվում, դա տրական կամ հայցական հոլովն է նույն Հայաստան հայք բառի, այսինքն անվան փոփոխությունը ոչ մի իմաստային իրականում բան չունի։ Այդպես որ խորանք շատերը Հայաստանի հետ էլ հաշտ չեն, ասում են ինչ Հայաստան, Արմենիա։ Անուն է, որը Հայաստան անվան հետ զուգահեռաբար գոյություն է ունեցել մի քանի հազար տարի առաջ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Զրուցակիցս կրոնագետ Հայկ Հակոբյանն էր, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, մնացեք Առաջինի հետ։